Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Կատարի պետության էմիր նորին մեծություն Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին եւ Կատարի եղբայրական ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում նշվում է. մենք գոհ ենք Ադրբեջան-Կատար հարաբերությունների մակարդակից, որոնք հիմնված են ընդհանուր կրոնական եւ մշակութային արժեքների, եղբայրության եւ իսլամական համերաշխության վրա։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել ամրապնդելու մեր միջպետական հարաբերությունները, որոնք կառուցված են փոխադարձ վստահության եւ աջակցության վրա, եւ լիարժեքորեն օգտագործելու ենք մեր փոխշահավետ համագործակցության ներուժը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։ Ադրբեջանի նախագահը այս տոնական օրը Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին մաղթել է առողջություն, երջանկություն, հաջողություններ բարձր պետական գործունեության մեջ, Կատարի եղբայրական ժողովրդին մշտական խաղաղություն եւ բարգավաճում։ Բաքվում ընթանում է Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ ժողովը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ ժողովի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար եւ գլխավոր տնօրեն Ագիլ Գուրբանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ բանակի գեներալ Լևենտ Էրգյունի գլխավորած պատվիրակության հետ։ Նա նշել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակը բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական, եւ ուշադրություն է հրավիրել այս համագործակցության հետագա ընդլայնման կարեւորությանը երկու կողմերի համար, նշելով, որ անցկացված հանդիպումները եւ իրականացվող համատեղ գործունեությունը այսուհետ էլ կակտիվանան, Լևենտ Էրգյունը նշել է, որ փոխադարձ փորձի փոխանակումը արդյունավետ կլինի երկու բանակների համար։ Հանդիպանը լայնածավալ քննարկումներ են անցկացվել ռազմական համագործակցության ոլորտում գործունեության մեխանիզմների վերաբերյալ։ Ռազմական երկխոսության ժողովի հերթական փուլում ենթաաշխատանքային խմբերը վերլուծել են երկկողմ ռազմական հարաբերությունների ներկայիս վիճակը եւ մտքեր փոխանակել ապագայում առաջադրանքների իրականացման հիմնական ուղղությունների շուրջ։ Նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահեն Մուստաֆայևի եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր Հայաստան է ուղարկվել Սոքարի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։ Նավթամթերքի առաջին խմբականակը ադրբեջանական երկաթուղիների բեռնատար գնացքով կհասցվի Աղստաֆայի շրջանի Բոյոկ Քեսիկ կայարան, այնուհետև բեռը Վրաստանի տարածքով կարաքվի Հայաստան։ Այսօր շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, ով մեղադրվում է խոշտանգումների, վարձականության, պատերազմի օրենքներն ու սովորությունները խախտելու ահաբեկչության ֆինանսավորման եւ Ադրբեջանի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։ Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարության ժամանակ ելույթ է ունեցել մեղադրող դատախազը, ով Ռուբեն Վարդանյանի համար պահանջել է ցմահ ազատագրվում։ Զինված ուժերի կարիքները օպերատիվ եւ արդյունավետ բավարարելու համար Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում արդիականացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Արդիականացվում են արտադրական հզորությունները, բարձրացվում է թվայնացման եւ ավտոմատացման մակարդակը։ Այս մասին հայտարարել է Պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆայևը։ Պաշտպանական արդյունաբերության նախարարության աշխատակիցների մասնագիտական տոնին եւ նախարարության հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ նա նշել է, որ գործարանների արտադրական հզորությունների ավելացման արդյունքում ապահովում է պետական պաշտպանական պատվերների ժամանակին եւ բարձրորակ կատարումը, ինչպես նաեւ ընդլայնվում է արտահանման ներուժը։ Թուրք-ադրբեջանական գործարարների եւ արդյունաբերողների հասարակական միավորումը մշակել է տեքստիլ արդյունաբերության ոլորտում մի նախագիծ, որը Ղարաբաղում կստեղծի 5000-ից 10000 աշխատատեղ։ Այս մասին հայտնել է TÜİB վարչության նախագահ Հուսեյն Բույկ Ֆրաթը։ Նրա խոսքով ներկայումս Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար հեռանկարներ կան։
Բույք Ֆրատը նշել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարեւորությունը, ընդգծելով, որ Թյուբը եւ Ադրբեջանի արտահանման ու ներդրումների խրախուսման գործակալությունը ձգտում են մեր երկիր ներգրավել, որքան հնարավոր է շատ ներդրողների Թուրքիայից եւ մյուս երկրներից։ Նա նաև նշել է, որ երկու եղբայրական պետությունների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի առաջին 3 եռամսյակներում հասել է $7 միլիարդ։ Այս ցուցանիշը ավելացնելու համար մենք ցանկանում ենք թուրքական հիմնական ընկերությունների, ներդրողների եւ հոլդինգների ուշադրությունը գրավել Ադրբեջանի վրա։ Մենք ձգտում ենք երկու եղբայրական պետությունների միջև ապրանքաշրջանառությունը հասնել տարեկան $15 միլիարդ։ Բաքվում իջերի շեհերի, Կույսի աշտարակի եւ Շիրվանշահների պալատային համալիրի հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու 25-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառում է անցկացվել։ Միջոցառումը ողջույնի խոսքով բացել է հաղորդավար Ռահիբ Ազերին։ Իր ելույթում նա նշել է, որ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանման եւ տարածման գործում ունեցած ներդրումը հատկապես ակնհայտ է Իջերի շեհերում։ Ես կարծում եմ, որ Իջերի շեհերը չափազանց կարևոր վայր է մեզանից յուրաքանչյուրի համար։ Պատահական չէ, որ մենք հաճախ ասում ենք. Իջերի շեհերը թանգարան է բաց երկնքի տակ։ Այս խոսքերը խորը իմաստ ունեն։ Երբեմն նույնիսկ այն շենքերը, փողոցներն ու բակերը, որոնց կողքով մենք անցնում ենք ամեն օր, այնքան հարուստ պատմություն եւ հիշողություն ունեն, որ դրանք կարելի է վերագտնել, ընդգծել է հաղորդավարը։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշորոնի թերակղզում սպասվում է փոփոխական անբավարարություն, հիմնականում առանց ձեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 3-6, ցերեկը 7-11 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասվում է հիմնականում առանց ձեղումների եղանակ, քամին թույլ արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 1 աստիճան ցրտից մինչև 3 աստիճան տաքություն։ Ցերեկը 7-12 աստիճան։ Լեռներում գիշերը 7-10 աստիճան ցուրտ, ցերեկը 2-3 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանում իրավիճակը պայթյունավտանգ է։ Գրեթե ամեն օր Երևանի տարբեր վայրերում, կառավարական շենքերի առջև, փողոցներում, օտարերկրյա դեսպանատների առջև բողոքի ակցիաներ են անցկացվում, որի մասնակիցները քննարկում են քաղաքացիներին անհանգստացնող բազմաթիվ հարցեր։ Սկսած Ղարաբաղի հարցից մինչև Զանգեզուրի միջանցքի բացումը, Ադրբեջանի տարածքով ցորենի մատակարարումներից մինչև ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր վերադարձի վերաբերյալ բանավեճերը եւ այլ արդիական հարցեր։ Քննարկվող թեմաներից մեկն էր 2026 թվականին անցկացվելիք խորհրդանական ընտրություններն են։ Օրագիր Նյուսի թղթակիցը շրջել է Երևանի փողոցներում, որպեսզի իմանա քաղաքացիների կարծիքը այդ հարցի մասին։ Ոչ մեկ վստահություն չի ներշնչում։ Ոչ մեկին։ Ես չեմ մասնակցում ընտրությունների արդեն շատ երկար տարիներ արի։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանին էլ չեմ ընտրել։ Ես ռուսական շպիոներին ոչ մեկին չեմ ընտրում։ Ով որ ընտրվել է։ Բացի նախորդից նորը ով լինի։ Միայն ոչ Սերժը Քոչինյանը, այս մեր բարերար կոչված Կարենը, Սամվելը ասում, Սամվել Կարապետյանը, ոչ մեկին դրանց։ Իսկ գործող իշխանությանը դրդեիք։ Հաջան։ Գործող իշխանությանը դրդեիք։ Եթե ոչ մի նոր մարդ չլինի, լավ այնքը քանց նրանք։ Մեկին ասեք, մակարդակից է ցածր, ահա իրանք նույն ձև են կրկնվում, նորույթ չունեն։ Դե ես նորույթ եմ ասում, էլի նորույթ, որը չկա մամուլում, բանում, բոլորս է գրագետ մարդիկ են, կարծում են, շանս բոլորս են գրագետ, անգրագետներ շատ կան, բայց ինչ է էս է, քաղաքական դիակ, այդ տերմինը չկա, իրանք ուղղակի պետք է հայելիում նայեն իրանց, ու ասեն մենք արդեն էլ չկանք, մենք քաղաքական դիակ ենք, վсё, չկանք, չեն ընդունում։ Ասա հրացանը վերում եմ, ում հետևից գնամ, ում հետևից, ես զինվոր եմ, դե դու ասա, ում հետևից գնամ, կարաս ասես։ Ասա, մի խոր, ես եմ մոլորվել եմ, չգիտեմ։
Այսինքն չկա, իրանք քաղաքական դիակ են, իրանք պետք է գնան, իրանք պետք է շատ ուրախանեն, որ հանգիստ կարենան իրանք ծերությունը վայելեն, որը էլ չեն կարող։ Իրանք Աստծո պատիժը պետք է կրեն։ Այդ նվազագույնն է, եթե ոչ հասարակությանը, որովհետև ավերածություններ են, սաղ ավերածություններ են։ Դարել է կրիմինալ քաղաք, այսինքն ինչի համար է կրիմինալ դարել, դրա աշխատանք չկա, պարապ են։ Իսկ պարապ մարդը ինչի մասին պետք է մտածի։ Ինչի մասին։ Եվ ոչ մի բանի մասին։ Դա տարբեր է այդ քաղաքը ուղղակի։ Իսկ ով է մտածում նրա մասին։ Ինքը քաղաքական դաշտում ոչնչություն է։ Ինքը մարդը չէ, որ կարողանա կամ խանգարի կամ աջակցի Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ինքը ուղղակի ավելորդ մի հատ ոնց ասեմ վեշ է ներողություն բառապաշարի համար այս պետությունում, որ ուղղակի իրավապահ մարմինների այս իրավական աշխատանքի արդյունքի շնորհիվ միջ առեսօրս ինքը հեռուստալիքների առջև երևում է եւ 100 հազարավոր քաղաքացիներ հայ մարդիկ ներվայանանում են իր ներկայությունից։ Ինքը ասելիքս ինչ է, ինքն անձնավորությունը չէ, ձեր հիշատակած անձնավորությունը, որ դուք ասում եք Ռոբերտ Քոչարյան ինձ համար ոչնչություն, բերանը ծուխտիկ ինչ-որ մի հատ խոխ է, ինքն անձնավորությունը չէ, այն ուժը չէ, այն որակը չէ, ինքը ուղղակի ոչ մի բան է։ Ինքը ոչ հեղինակություն ունի, առավել եւս այս պետությունում Հայաստանի եւ հայ մարդու անունից որևէ խոսալու որևէ բարոյական իրավունք չունի։ 2026 թվականին ես վստահ եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայ մարդը վերջնականապես իր սպասված վրեժը քաղաքական մակարդակով լուծելու է Ռոբերտ Քոչարյանից։ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի բերանից վարար գետի նման հոսելու է հայ մարդու ծծած տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը քաղաքական մակարդակով։ Ով է Ռոբերտ Քոչարյանը, ով ոչնչություն, ոչ մի բան, տհաճ ազնվորություն, ոչնչություն է ինքը, այդ բերանը ծուրտիկ խոխ է, ոչ մի բան այս պետությունում։ Թող ավելորդ չմտնի տղու կերպարի մեջ, դες մի հատ նկար ունի, սատկած կենթանու վրա նստած, ձեզ մոսկոլներ բան չանի, ինքը այս պետությունում որպես իրանից ինչ-որ մի բան ներկայացնի։ Ոչ մի բան է այդ ոչնչությունը եւ 2026 թվականին հայ մարդը իր սպասված վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է եւ Ռոբերտ Քոչարյանի բերանից վարար գետի նման քաղաքական մակարդակով հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արյունը։ Ով է Քոչարյանը, ով ոչնչություն։ Նախ Փաշինյանին ոչ ոք չի կարող խանգարել, որպեսզի նա հաղթի կամ չհաղթի, որովհետև ռուսական մի հատ լավ խոսք կա, ասում է кто наконец, вот и командует парадом։ Հետո Քոչարյանին в принципе պետք էլ չի, որ քիթը խոթի նման քաղաքական գործունեության մեջ ինչու։ Փողն ունի, աշխատանքն ունի, տունը ունի, ամեն ինչ նույնպես ապահոված է, նրան պետք է հազիվ ապրծել, որովհետև նա հիանալի հասկանում է, եթե քիթը խոթեց, Ղարաբաղյան պրոբլեմը քչոքի բգին։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների շրջանում կան այնպիսիները, ովքեր կտրականապես դեմ են նախկին ղեկավարների իշխանության գալուն, քանզի լավ հասկանում են, որ այդ մարդկանց միակ նպատակն է գալ իշխանության, երկիրը ներքաշել եւս մեկ պատերազմի եւ նոր ողբերգական կորուստների մեջ։ Այսօր հայ ժողովրդի խոհեմ հատվածը ձգտում է խաղաղության, փորձելով երկիրը դուրս բերել փակուղուց եւ փրկել հարազատ ժողովրդին նոր պատերազմից։ Եվ այսօր պատերազմի կողմնակիցները որքան շուտ հասկանան այդ պարզ ճշմարտությունը եւ ընտրեն խաղաղություն, տարածաշրջանը դուրս կգա փակուղուց եւ հայ ժողովուրդը կշարժվի առանց ատելության ու նոր ողբերգությունների։ 102.7 FM